Հարգելի բարեկամներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է։ Հիմա կդիտենք միասին Պալերմոն ընդդեմ Բարսելոնան։ Ներկայացնեմ թիմերի մեկնարկային կազմերը։ Պալերմոն դարպասը պաշտպանում է Ունանյանը, պաշտպանել են Հովանիսյանը եւ Մարտիրոսյանը, Սադապյան, Ավակյան, Այվազյան, Քալոշյան եւ հարձակման կրակագծում է Անդրեասյանը։ Բարսելոնա Հովանիսյան, Սարգսյան, Նազարյան հիմա արված տեսանք վտանգավոր, սակայն Ունանյանը փրկեց Պալերմոին։ Շարունակեմ Բարսելոնայի կազմը։ Շահնազարյան, Սարիբեկյան, Զաքարյան, Տամարյան եւ Պողոսյան։ Անկյունային կտեսնենք հիմա Բարսելոնայի կատարմամբ։ Իրականացված անկյունայինը փորձեց ընթացքից հարված էր Բարսելոնայի ֆուտբոլիստը, սակայն փակեցին նրա հարվածի ճանապարհը։ Շարունակվում է Բարսելոնայի գրոհը, արված տեսանք եւ դարպասաձողն է հիմա օգնության գալիս Պալերմոին։ Այստեղ սխալվում է Բարսելոնայի պաշտպանը, սակայն գնդակը նորից նրանց վերահսկողության տակ է։ Խոսեմ մրցաշարային աղյուսակից Բարսելոնան գտնվում է 11-րդ հորիզոնականում վաստակած 12 խաղից 15 միավորով։ Այսօր հաղթանակի դեպքում նա միավորներով կհավասարվի Արարատին եւ միասին նրանք կզբաղեցնեն 10-րդ հորիզոնականը։ Իսկ Պալերմոն գլխավորում է 2-րդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակը, վաստակած 12 խաղից 27 միավոր, 9 հաղթանակ եւ 3 պարտություն 12 խաղում։ Շատ լավ մրցաշրջան է անցկացնում Պալերմոն։ Մանր խաղարկումներով հիմա փորձում Բարսելոնայի ֆուտբոլիստները անցնել կիսադաշտը։ Քիչ էր մնում սխալ բեր այստեղ Բարսելոնայի տաղ Պալերմոն եզրային իրականացված է, Հովանիսյանն է գնդակով, փոխանցում Անդրեասյանին, մեկ հպումով փորձեց Անդրեասյանը փոխանցել Ավակյանին, սակայն չստացվեց եւ նորից վերականգնում են գնդակի վերահսկողությունը Պալերմոյի տղաները։ Շատ լավ շրջանցեց Պալերմոյի ֆուտբոլիստը, Հովանիսյանն է գնդակով, փոխանցեց թիմակցին։ Անդրեասյան, աջ եզրում կա ազատ տարբերակ, փոխանցումը կատարված է Քալոշյան, փորձեց ոտքերի արանքով գնդակը անցկացնել Բարսելոնայի 22 համար Սարգսյանից, բայց չստացվեց նրան Պալերմոն։ Այվազյանն է գնդակով, փոխանցեց Անդրեասյանին, սակայն Բարսելոնան փորձում հակագրոհել շատ լավ անցավ Պալերմոյի պաշտպանին, սակայն այստեղ սայթակում է Բարսելոնայի համարը եւ նորից Պալերմոն է գնդակով։ Հարված տեսանք հիմա Պալերմոյի ֆուտբոլիստի կատարմամբ, սակայն շեղընթացավ հարվածը։ Սադապյանն էր արվածողը, արված Պողոսյանի պաշտպանը ստարպասից,
փորձեց շրջանցել երկու մրցակցի Բարսելոնայի ֆուտբոլիստը, սակայն նրան չստացվեց։ Եզրային նետում իրականացնի Պալերմոն, իրականացված է եզրային նետումը։ Բարսից փոխանցում Անդրեասյանի գլխին, սակայն դարպասապահ Բարսելոնայի դուրս է գալիս եւ վերահսկում իրավիճակը։ Նորից փոխանցում տեսան Բարսելոնայի Դոգանային հրապարակ, սակայն գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ակտիվ մեկնարկ տեսանք Բարսելոնայի կատարմամբ, սակայն 1-2 անկյունայիններից հետո ընկավ Բարսելոնայի խաղի տեմպը, հիմնականում այս պահին գնդակը գտնվում է Պալերմոյի տղաների մոտ։ Հիմա կարողացան խլում կատարել Բարսելոնայի տղաները, սակայն նորից Պալերմոն վերականգնում է գնդակի վերահսկողությունը։ Փոխանցում ձախ Քալոշյան։ Նկատեց Քալոշյանի իր թիմակցի առաջ խաղացումը, սակայն փակեցին փոխանցման ճանապարհը եւ եզրային նետում իրականացնի փոխանցում դեպի Բարսելոնայի Դոգանային հրապարակ։ Ավակյան փոխանցում դեպի Քալոշյանը, հետ ստացավ փոխանցումը եւ ինչպես կարելի էր այդտեղից բարձր արվածել։ Սա ֆուտբոլ է եւ ամեն ինչ այստեղ հնարավոր է։ Շատ նպաստավոր դիրքից հիմնավորվեց Պալերմոյի 20 համարը, կարող է հանգիստ հաշվի մեջ առաջ ասել Պալերմոյի տղաները, բայց շատ կլինեն այսպիսի հնարավորությունները դեռ խաղում 8 րոպե անցել ընդամենը խաղի մեկնարկից։ Վտանգավոր կարող էր այստեղ լինել, սակայն կարողացավ Պալերմոն վերահսկել իրավիճակը։ Աջ եզրում Քալոշյանն է ստանում գնդակը, երկու մրցակցի պրեսինգի տակ է հայտնվել։ Փոխանցում դեպի թիմակիցը։ Ստացավ պատասխան փոխանցումը, սակայն Բարսելոնայի պաշտպանը կարողացավ վերահսկել գնդակը։ Անդրեասյանն է իմաստանում գնդակը փոխանցեց թիմակցին, ստացավ ետ փոխանցումը, սակայն Բարսելոնայի ֆուտբոլիստները խլեցին, հիմա հարված տեսանք շատ գեղեցիկ Պալերմոյի ֆուտբոլիստի կողմից, սակայն մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը։ Ոտնատի դրսի մասում հարվածից Պալերմոյի ֆուտբոլիստները գնդակը, սակայն Քալոշյանը սխալ փոխանցում կատարեց, բայց նորից գնդակը Պալերմոյի մոտ է, այստեղ հիմա սխալվում է Պալերմոյի ֆուտբոլիստը եւ կարող է վտանգավոր լինել, փոխանցում ենք տեսնում, հարված եւ շեղ հարվածը Բարսելոնայի 9 համարը։ Փոխանցում եւ վերցում է գնդակը Բարսելոնայի դարպասապահ։ Այստեղ ռիսկային փոխանցում տեսանք Բարսելոնայի ֆուտբոլիստի կողմից, սակայն արդարացվեց ռիսկը, բայց ոչ կորցրեցին Բարսելոնայի տղաները գնդակը, սակայն մրցավարը խաղի կանոնների խախտում նկատեց այստեղ Պալերմոյի ֆուտբոլիստի կողմից եւ Դոգանային է վաստակում Բարսելոնան։
Փոխանցում դեպի Պալերմոյի տուգանային հրապարակ եւ հեռացնում է գնդակը Ավակյանը այստեղ վտանգավոր փոխանցում տեսանք սակայն նորից պաշտպանը հեռացրեց Պալերմոյի նորից կտեսնենք Ավակյանային հարված Փոխանցում եւ նորից հեռացրեցին հիմա կարող է արագ հակագրոհել Պալերմոն սակայն Քալոշյանի փոխանցումը դեպի Անդրեասյանը մի փոքր ուժեղ ստացվեց եւ եզրային նետում կիրականացնի Բարսելոնան Հիշեցնեմ, արշիվը դեռ 0-0 է շատ հանգիստ և դույքային խաղ է ծանոթանում են միմյանց հետ մրցակիցները այստեղ լավ է պաշտպանվում Պալերմոն սելանում է առաջ Պալերմոյի ֆուտբոլիստը փոխանցում դեպի Ավակյանը բայց գործունում են գնդակը հիմա Բարսելոնան կարող է հակագրոհել եւ այստեղ կանգնում են Բարսելոնայի ֆուտբոլիստի դիմաց պաշտպանները եւ կարողանում են գնդակը սխալվում է այստեղ պաշտպանը ոչ կամ խանողների խաղ կանգնեց ոտքի Պալերմոյի ֆուտբոլիստը Մարտիրոսյանը եւ ամեն ինչ կարգին է փոխանցում Նորայր Անդրեասյան գործեց Անդրեասյան եւ պրեսինգի է դիմում հիմա Քալոշյանը շատ լավ անցավ մրցակիցներին Բարսելոնայի ֆուտբոլիստը, սակայն հարվածը շեղությամբ ստացվեց եւ հարված կտեսնենք Ուրանյանի դարբասից Ուժեղ փոխանցումով գնդակը ուղարկում է առաջ Բարսելոնայի դարպասը, սակայն գնդակը ֆիքսում Ունանյանը եւ նորից խորքից Պալերմոն սկսի գրոհը Անդրեասյան մեկով ուղարկեց երկին ակցիային վտանգավոր կարող է լինել փակված է հարվածի ճանապարհը փորձում է հակագրոհել հիմա Բարսելոնան Բարսից փոխանցում Եվ
վերցում է գնդակ Հովանանյանը։ Վտանգավոր կարող է լինել փոխանցում դեպի դիմակիցը եւ դուրս է եկել այո գնդակը դաշտի սահմաններից հարված դարբազից նշանակեց մրցավարը։ Փոփոխություն Պալերմոյի կազմում դաշտը լքում է Քալոշյանը եւ նրա տեղ հաղադաշտը Լևոնյանը։ Փոխանցում տեսանք դեպի Լևոնյանը, սակայն գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Բարսելոնան է փորձում գրոհել, փոխանցում դեպի ձախ եզր։ Մարտիրոսյանը փորձեց խլել գնդակը եւ կարելի ասել ստացվեց նրա մոտ։ Փոխանցեց դեպի Լևոնյանը, Անդրեասյան մեկ հպումով դեպի Հովանեսյանը, նորից Անդրեասյան, փոխանցում դեպի Լևոնյանը, չհասավ Լևոնյանի ոտքը գնդակին եւ հակագրոհի է Սլանում Բարսելոնան, շատ վտանգավոր կարող է լինել աջ եզրով Սլանում է Բարսելոնայի 11 համարը։ Անդրեասյանն է ձախ եզրով շրջանցում է մրցակցի։ Հովանեսյան Սլանում է առաջ հարված եւ Պողոսյանն է հրաշալի սեյվով փրկում Բարսելոնային։ Շատ վտանգավոր հարված տեսանք Հովանեսյանի կողմից։ Հարված դարբասից նշանակեց մրցավարը, լավ է պաշտպանվում այստեղ Պալերմոյի ֆուտբոլիստը։ Խորքից սկսում է Պալերմոն, սլանում է առաջ Պալերմոյի ֆուտբոլիստը եւ Սարկման շնորհիվ կարողանում է հեռացնել գնդակը Բարսելոնայի ֆուտբոլիստը եւ եզրային իրականացնել Պալերմոն։ Փոխանցում տեսանք դեպի Տուգանային հրապարակ։ Մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը։ Եվ Բարսելոնան փորձեց անցնել հակագրոհի, սակայն Պալերմոն նորից խլեց գնդակը։ Դաշտում մի փոքր առավելություն ունի այս պահին առաջատար Պալերմոն։ Փոխանցում դեպի Անդրեասյանը, Դոշով ուղարկեց դիմակցին, հարված եւ գոլ, շատ գեղեցիկ գոլի հեղինակ է հիմա դառնում Պալերմոյի ֆուտբոլիստը։ Կարեն Այվազյան 1-0 գեղեցիկ ընթացքից հարվածով աչքի ընկավ Պալերմոյի ֆուտբոլիստը եւ հաշվի մեջ առաջ անցնում Պալերմոն։
փոխանցում հիմա տեսանք վտանգավոր է արված եւ հավասարեցնում է հաշիվը Բարսելոնան շատ կտրող փոխանցում տեսանք եւ դարպասապահն էլ չկարողացավ ֆիքսել թիմդակը Ռուբեն Սարգսյան 1-1 վարկենական հաջորդ գրով կարողանում է Բարսելոնան հավասարեցնել հանդիպման հաշիվը հիմա տեսնենք թե ինչպես կպատասխանի Պալերմոն իրեն պատասխանած գնդակին Լևոնյանն է հիմա պայքարում գնդակի համար եւ հասնում է հաջողությամբ Նորայր Անդրեասյան ստանում է կենտրոնում գնդակը փորձում է առաջացնել սակայն փոխանցում է Զահ Եզեր Փոխանցում դեպի Դուգանային հրապարակ, սակայն դարպասապահ դրության տերն է եւ առաջ է հիմա նետվում Բարսելոնայի դարպասապահը փորձում է փոխանցել դեպի Դուգանային հրապարակ, սակայն գնդակը չի լսվում մոտքին Փոխանցում դեպի Դուգանայի հրապարակ, սակայն հեռացնում է գնդակը Բարսելոնայի 70 նամակը Հովհաննիսյանը եւ այստեղ էլ լավ է պաշտպանվում Մարտիրոսյանը եւ մրցավարը նշանակում է արված դարպասից նկատել դիմակցին այստեղ Հայավազյանը, սակայն փոխանցումը փակվեց հիմա արված տեսանք Բարսելոնայի ֆուտբոլիստի կողմից այն փակեցին արվածի ճանապարհը Հովհաննիսյան Անդրեասյան պատասխան փոխանցեց դիմակցին արվածը տեսանք, սակայն դարպասապահը կարողանում է հեռացնել գնդակը եւ անկյունային կտեսնենք Հովհաննիսյանն է գնդակի մոտ, Մարսից փոխանցում, հեռացրեց դարպասապահը գնդակը եւ հակակրոյի է նետվում հիմա Բարսելոնան ընկավ մի փոքր հակակրոյի տեմպը, սակայն ոչ Արչիեզով սլանում է առաջ, արված ենք տեսնում հիմա մի փոքր շեղությամբ բացացավ արվածը Սխալվեց այստեղ Պալերմոյի 20 համարը սակայն դիմակիցում ուղում է սխալը վերականգնում է գնդակը փոխանցում դեպի Լևոնյան Արչիեզրում եւ չի կարողանում ընդունել գնդակը Լևոնյանը եւ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից ուսով ուղարկում է գնդակը դեպի Մարտիրոսյանը արված հիմա տեսանք եւ շեղությամբ ընթացավ հարվածը
Բարսելոնայի փորձում գրոհել եւ դուրս վերջ հարգելի բարեկամներ, ավարտված է առաջին խաղակեսը, ոչ ոքի մի փոքր ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Վերադառնում ենք հարգելի ֆուտբոլասերներ, Պալերմոն ընդդեմ Բարսելոնայի երկրորդ խաղակեսը մեկնարկում է մեզ մոտ, հիշեցնեմ, որ արշիվն է 1-1, ոչ ոքի։ Վերադառնանք խաղին, Լևոնյանն է գնդակով հիմա երկար փոխանցում դեպի Անդրեասյանը, սակայն Բարսելոնայի պաշտպանը վերահսկում է իրավիճակը եւ հիմա հակագրոհի կարող է ասել Բարսելոնան ուղղում դեպի կենտրոն հարված եւ մի փոքր շեղությամբ ընթացավ Բարսելոնայի ֆուտբոլիստի հարվածը Եզրով սլանում է Պալերմոյի ֆուտբոլիստը փորձեց փոխանցել Կանային հրապարակ, սակայն շատ էր արագացել եւ շեշտացվեց հարվածը Հարվածեց Լևոնյանը, սակայն բարձր ընթացավ հարվածը Պրեսինգ է դիմում Պալերմոն Եվ եզրային հետում կիրականացնի Պալերմոն Կրչանն է գնդակով իրականացված է եզրային հետումը Հովանիսյան պահում է գնդակը Հիմա սխալվում է Հովանիսյանը կարող է գրոհի նետվել Բարսելոնան Փորձ է շրջացել փոխանցում կենտրոն հիմա Ընկավ հիմա այստեղ Բարսելոնայի ֆուտբոլիստը կանգնեցում է խաղացավարը տեսնենք ինչ է պատահել կար կանոնների խախտում, շատ վտանգավոր դիրքում հիմա Տուգանային է վաստակում Բարսելոնան և գնդակի առջև կանգնած է Բարսելոնայի դարպասապահ Պողոսյանը նա ինքը կիրականացնի Տուգանայինը և ուղիղ հարված են կարծես տեսնելու Բարսելոնայի դարպասապահի կատարմամբ Թույլ ստացվեց շատ հարվածը, չկարողացավ երկրորդ փորձից էլ նայել հարված է Բարսելոնայի ֆուտբոլիստը եւ մի անգամից հարված տեսանք Պալերմոյի ֆուտբոլիստի կողմից դատարկ Բարսելոնայի դարպասին Մկրչյանն էր հարված կատարողը
սխալվեց Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխանցում կատարելիս, Անդրեասյանը ստանում գնդակը մեկ հպումով փոխանցում Մկրտչյանը, սակայն շեղը արվածում Մկրտչյանը երկար փոխանցում դեպի առաջ, վտանգավոր կարող է լինել, սակայն Մարտիրոսյանը կարողանում է հեռացնել գնդակը և եզրային նետում իրականացնի Բարսելոնա։ Իրականացված է եզրային նետումը, խլում է իմ այստեղ Պալերմոն գնդակը, Անդրեասյանն է ստանում գնդակը, նկատում է թիմակցին, աջ եզրում ազատ է, փոխանցումը կատարված է դեպի աջ եզր, փոխանցում դեպի տուգանային հրապարակ, դարպասապան է դուրս գալի իր տեղից է և հեռացնում գնդակը, փոխանցում դեպի տուգանային հրապարակ, սակայն շեղությամբ ստացվեց Հովհաննիսյանի փոխանցումը Ներսիսյան փոխանցում Անդրեասյանին, Այվազյան, գուցե երևից փորձի, ոչ, փոխանցումը կատարում է դեպի Քալուշյանը, Ներսիսյանն է նորից գնդակով, փոխանցում Ավագյանին, նորից ես ստացավ Ավագյանից գնդակը, Ներսիսյան, փոխանցում, շատ գեղեցիկ խաղարկումներ, հիմա տեսանք Պալերմոյի կողմից հարված է Անդրեասյանը, սակայն պաշտպանը հեռացրեց գնդակը դատարկ դարպասի միջից։ Եվ եզրային նետում է վաստակում Պալերմոն, Քալուշյանն է իրականացնում եզրայինը, մի անգամից նետում է տուգանային հրապարակ, հեռացնում է Բարսելոնայի պաշտպանը, նորից եզրային նետում կիրականացնի Պալերմոն, իրականացված է Ավագյանը փորձեց հարվածել, բայց չհասավ գնդակին, հիմա Անդրեասյանը ստանում գնդակը և խախտում են կանոնները հիմա, շատ վտանգավոր դիրքում Անդրեասյանի դեմ պայքարում, տուգանային հրապարակի հենց գծին մոտիկ, շատ վտանգավոր դիրք է իրականում։ Մրցավարի սոլի չկա, ուղիղ ցածրից հարված տեսանք դեպի դարպասը, սակայն պատն իր վրա վերցրեց գնդակը, հիմա փոխանցում դեպի տուգանային հրապարակ և հարված դարպասից կլինի Պալերմոյի ֆուտբոլիստից Ավագյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Բարսելոնան փորձում գրոյել Անդրեասյան շրջվեց, հարվածեց դեպի Բարսելոնայի դարպասի, սակայն բարձր ընթացավ հարվածը
Պրեսինգ են հիմա դիմում Պալերմոյի ֆուտբոլիստները եւ հաղթեց կանոնները Ավակյանը։ Հիմա վտանգավոր կարող է լինել հարված եւ փրկում է հիմա։ Նորից հարվածեցին Բարսելոնայի տղաները եւ փրկում է հիմա Ունանյանը Պալերմոյին առաջի հարվածի դեպքում, իսկ երկրորդ հարվածը շեղ ընթացավ Ներսիսյան փոխանցում աչ Այվազյան Ապերոսյան Ներսիսյան փոխանցում դեպի Ավակյան Օսելանում էր ձախ եզրով Այվազյանը ստանում գնդակը կարող է հերվից հարվածել հարված եւ շեղ հարվածում հիմա Այվազյանը Ներսիսյան փոխանցած դեպի Քալոշյանը գնդակը շատ լավ խաղարկում տեսանք Պալերմոյի ֆուտբոլիստների կողմից, սակայն չհասավ գնդակին Պալերմոյի ֆուտբոլիստը Հիշեցնեմ, որ Պալերմոյի ռմբարկում Անդրեասյանը այսօր դեռ խոսքը չի ասել Հիմա շատ լավ սահանքումով կարողանում է Քալոշյանը խլել գնդակը Բարսելոնայի տղաներից եւ արագ հակագրոհի է նետվում հիմա Պալերմոն հարված եւ Պողոսյանն է հիմա ֆենոմենալ սեյվով ուղարկի փրկում է հիմա Բարսելոնային Կարող խաղարկում է անկյունային Պալերմոն Ավակյանն է գնդակով սլանում է առաջ դեպի կենտրոն անցավ երկու մրցակցի եւ Անդրադարձ եղավ հիմա Բարսելոնայի պաշտպանից գնդակը եւ նորից անկյունային կիրացնի Պալերմոն Նորից խաղարկում են անկյունային Պալերմոյի ֆուտբոլիստները Բարսից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Քալոշյան հարված եւ Թիմակցին դիպավ գնդակը եւ հարված դարպասից կտեսվենք Աչ եզրով սրանում է հիմա առաջ Բարսելոնան Խլում է գնդակը հիմա Արտիրոսյանը եւ առաջ է նետվում հակագրոհ ենք տեսնում հիմա Պալերմոյի կատարմամբ Փոխանցում դեպի Ոչ չփոխանցեց այստեղ Արտիրոսյանը, սակայն կարողացավ բայց գնդակը հիմա փոխանցեց Ներսիսյանի նորից ստացավ նրանից եւ փոխանցումը Դեպի Անդրեասյանը շատ գեղեցիկ փոխանցում տեսանք եւ Անդրեասյանի գլխով հարվածից հետո դարպասաձողն է հիմա էր փրկում Բարսելոնային իսկ երկրորդ փորձը նրան արդեն դարպասապա Պողոսյանը չտվեց Եզրային հետո հիմա իրականացնի Բարսելոնան Քալոշյանը աչի գնդակով
Անդրեասյան ետ փոխանցեց թիմակցին եւ գոլ ինչպիսի գեղեցիկ խաղարկում հիմա տեսանք Պալերմոյի ֆուտբոլիստների նկատմամբ եւ Պալերմո երկրորդ անգամ խաղի հաշվի մեջ առաջ է անցնում Երկու մեկ հարգելի բարեկամներ Մկրչյանը դարձավ գոլի հեղինակը եւ հիմա ակտիվացել է Պալերմոն կարծես թե այս գոլից հետո նորից Մկրչյաններ գնդակով հարվածեց եւ անկյունային հարված հիմա կտեսնենք Դարձից փոխանցում եւ շեղ է հարվածում Ներսիսյանը Մանր փոխանցումներով փորձում են Պալերմոն դուրս գալ պաշտպանությունից, սակայն նրանք շտապերը տեղ չունեն, հաշվի մեջ առաջ են, սակայն մեկ գոլով առավելությունը այդքան շատ չէ, Անդրեասյան հարված եւ գոլ։ 3-1 հարգելի բարեկամներ։ Նորայր Անդրեասյանը ասեց իր խոսքը։ Նորայր Անդրեասյան 3-1 հարգելի բարեկամներ, այդ պայն ես ասում էի, որ 2-1 հաշիվը 1 գոլով առավելությունը այդքան էր շատ չէ և հենց խոսքից վրա Նորայր Անդրեասյանը հաշիվը դարձնում է 3-1 իսկ 2 գնդակի առավելությունը արդեն շատ դժվար կլինի Բարսելոնայի համար վերականգնել հաշվի մեջ հավասարություններ, չեմ խոսում նման ուժեղ մրցակցություններ պայքարել շատ իրականություն Հալոշյանը փոխանցեց դեպի Դոգանային հրապարակ, սակայն պաշտպան է եղած գնդակը Բարսելոնայի և եզրային նետում հիմա կիրականացնի Պալերմոն իրականացված է եզրային նետումը, Ավակյան փոխանցեց դեպի տիմակիցը և հեռացնում է այստեղ Բարսելոնայի պաշտպանը գնդակը և Մարտիրոսյանը այստեղ լավ պայքարում գնդակի համար այստեղ կար կանոնների խախտում մրցավարը թույլ տվեց շարունակել պայքարը, քանի որ գնդակը Պալերմոյի մոտ էր և շեղ է հարվածում հիմա Այվազյանը Եվ փոփոխություն խաղադաշտը լքում է Քալոշյանը, նրա տեղը մտնում է խաղադաշտ Լևոնյանը Մկրչյան փոխանցում էր, սա այս փոխանցում ուղղված էր դեպի Անդրեասյանը, սակայն կարողացան Բարսելոնայի տղաները հեռացնել գնդակը, Ավակյանը կիրականացրի եզրային
Եզրայի նետումը Այվազյան Փորձից փոխանցում դեպի Լևոնյանը, սակայն անկյունային միայն կբա ոչ հարված դարպասից կիրականացնի Բարսելոնան չդիպավ գնդակային բակում ոչ ոքի Սրանում աչի եզրով հիմա Բարսելոնան և Ավակյանը կարողանում է պայքարում վերցել գնդակը հիմա 4-1-ի դիմաց գրոյի են նետվում Պալերմո փոխանցում դեպի Անդրեասյանը դեպի Լևոնյանը և չկարողացավ գնդակը իր մոտ պահել Լևոնյանը հիմա արագ գրոյի է նետվում Բարսելոնան վտանգավոր կարող է լինել, սակայն նորից Ավակյանը կարողանում է գնդակը հետ խլել Այվազյան փոխանցում դեպի Մարտիրոսյան նորից Այվազյան առաջը շարժվում կենտրոնով փոխանցում դեպի Լևոնյանը փորձ շրջանցում է մրցակցին սակայն հեռու թողեց գնդակը Լևոնյանը և արված դարպասից նորից արագ վերսկսում է խաղը Բարսելոնայի դարպասապահը գեղեցիկ պատխաղարկում տեսանք Բարսելոնայի տղաների կողմից, սակայն կարողացավ Պալերմո խլել գնդակը, սակայն նորից Բարսելոնան վերադարձնում է գնդակը Եզրի տեղափոխություն Շատ գեղեցիկ փոխանցում տեսանք Բարսելոնայի ֆուտբոլիստի կողմից և գոլ կրճատված է հաշիվը հարգելի բարեկամներ Կներեք չկար այստեղ դարպասի գրավում Բարսելոնայի ֆուտբոլիստը ուղղակի ձեռքով Մարադոնայի ոճով գնդակը ուղարկեց դեպի դարպասը սակայն մրցավարը նկատեց և ֆուտբոլիստը պատժվեց դեղին քարտով նման արարքի համար Այվազյան գեղեցիկ խաղարկում Մկրտչյանի հետ Մկրտչյան նկատեց աշի եզրում Լևոնյանի, սակայն փոխանցումը թույլ էր և Բարսելոնան է հիմա անցնում հակագրոյի Ձախ եզրով սլանում է առաջ Բարսելոնայի ֆուտբոլիստը և չկարողացավ շրջանցել Լևոնյանին ընկավ Բարսելոնայի ֆուտբոլիստը սակայն մրցավարը ոչինչ չնկատեց այնտեղ Լևոնյան պայքարեց գնդակի համար Լևոնյանը և սուր կանգնեցում է մրցավարը տեսնենք ինչ է պատահել Բարսելոնայի ֆուտբոլիստի հետ Շարունակվում է հանդիպումը հարգելի բարեկամներ Խաղադաշտը լքում է Բարսելոնայի ֆուտբոլիստը Բուսակ վնասվածքը լուրջ չէ և եզրային նետում կիրականացնի հիմա Բարսելոնան
Եվ համաձայն fair play կանոններին գնդակը հանձնվում է Պալերմոյին, քանի որ Պալերմոյի ֆուտբոլիստներ հեռացրել գնդակը դաշտի սահմաններից եւ արագրոյի անցնում Պալերմոն Մկրտչյան փորձեց փոխանցել դեպի Ադրիասյանը, սակայն պաշտպանը փակեց փոխանցման ճանապարհը եւ նաեւ կար այնտեղ կանոնների խախտում Բարսելոնայի ֆուտբոլիստի նկատմամբ Շատ քիչ ժամանակ է մնացել հատիպան ավարտին արգելի բարեկամներ, ինչ ասեմ 3-1 հաշվով Պալերմոն հաղթում է Բարսելոնային։ Այստեղ քիչ էր մնում սխալվեր Բարսելոնայի պաշտպանը եւ Լևոնյանը խախտում է խաղի կանոնները։ Այստեղ սայթակեց Բարսելոնայի ֆուտբոլիստը Փոխանցում դեպի Անդրեասյանը Լևոնյանին չհասավ գնդակը, բայց նորից խլում է Պալերմոն գնդակը փոխանցում դեպի Այվազյանը Մկրտչյան կանոնների խախտում Պարկված է տուգանային արված արգելի բարեկամներ հերվից փորձ տեսանք հիմա Մկրտչյանի կողմից հետո փորձեց Լևոնյանը եւ վերջ արգելի բարեկամներ Պալերմոն 3-1 հաշվով կարողացավ հաղթանակի հասնել Բարսելոնայի նկատմամբ պահպանելով իր առաջին հորիզոնականի դիրքը եւ վաստակելով հերթական 3 միավորը Այսօրվա համար այսքանը արգելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում։